Վիկտոր Համբարձումյանը ծնվել է Թբիլիսիում 1908 թվականի սեպտեմբերի 18-ին։ Հայրը Համազասպ Համբարձումյանը եղել է իրավաբան, գրագնագետ։ Նկատելով 3-4 տարեկան որդու թվերի նկատմամբ ունեցած մեծ հետաքրքրությունն, հայրն ավելի լրջորեն է զբաղվում օժտված զավակով, զարգացնելով նրա բնատուր բնագիտական ձիրքը։ Դպրոցական տարիներին ավելի ցայտուն է դրսևորվում մաթեմատիկայի և աստղագիտության նկատմամբ։ Այդ տարիներին արդեն հրապարակային դասախոսություններ է կարդում ֆիզիկայի և աստղագիտության խնդիրների վերաբերյալ։ 1924 թվականին մարտին 15-ամյա Համբարձումյանը Երևանի պետական համալսարանում անվանի պրոֆեսորների, դասախոսների, ուսանողների և աշակերտների համար դասախոսություն է կարդում Ալբերտ Էյնշտեյնի հարաբերականության տեսության վերաբերյալ, որն ընդունվում է մեծ հետաքրքրությամբ։ Մի քանի ամիս անց նույն դասախոսությունը կրկնում է Թբիլիսիում։ 1924 թվականին Վիկտորն ընդունվում է Լենինգրադի մանկավարժական ինստիտուտի ֆիզիկա-մաթեմատիկական բաժինը։ Մեկ տարի անց տեղափոխվում է Լենինգրադի պետական համալսարան։ 1926 թվականին նա հրատարակում է իր առաջին գիտական հոդվածը՝ նվիրված արեգակնային ջահերին։ Ուսանողական տարիներին տպագրում է ավելի քան 15 հոդված։ 1935 թվականին Համբարձումյանին շնորհվում է ֆիզմատ գիտությունների դոկտորի աստիճան։ 1939 թվականին ընդունվում է ԽՍՀՄ գահ թղթակից անդամ և նշանակվում համալսարանի պրոյեկտոր գիտակազմակերպչական աշխատանքների գծով։ 1947 թվականին հրատարակում է իր հայտնի աշխատանքը «Աստղերի էվոլյուցիան և աստղաֆիզիկան», որն ապացուցում է իր հայտնագործած աստղային համակարգերը՝ աստղասփյուռները կազմված են միանման աստղերից և դրանով է պայմանավորված նմանատիպ աստղերի բարձր խտությունը։ 1948-ից 1955 թվականներին եղել է միջազգային աստղադիտական միության փոխնախագահ։ 1953 թվականին Վիկտոր Համբարձումյանը ընտրվում է ԽՍՀՄ գահ ակադեմիկոս։ Մինչև կյանքի վերջն Վիկտոր Համբարձումյանը համոզված էր, որ մեր ժամանակներում նույնպես գալակտիկաներ են ծնվում։ Վիկտոր Համբարձումյանը աշխարհի ավելի քան 30 ազգերի ակադեմիաների և միջազգային կազմակերպությունների պատվավոր անդամ էր, իսկ 1958-ից 61 թվականներին գլխավորել է միջազգային աստղագիտական ընկերությունը։ Նա 2 անգամ ընտրվել է Գիտական միությունների համաշխարհային խորհրդի նախագահ։ 1993 թվականին դառնում է Հայաստանի գիտությունների ակադեմիայի պատվավոր նախագահ։ 1994 թվականին արժանացել է Հայաստանի ազգային հերոսի կոչմանը։ Մահացել է 1996 թվականի օգոստոսի 12-ին Բյուրականում։ Թաղված է Բյուրականի աստղադիտարանի 2,6 մետր աստղադիտարանից ոչ հեռու Համբարձումյանների ընտանեկան գերեզմանատանը։ Նրա առանձնատունն այժմ մեծ գիտական դուն-թանգարան է, իսկ Բյուրականի աստղադիտարանը 1998 թվականից կրում է իր հիմնադրի անունը։